Ողջույն արժանապատիվ հայրենակիցներ, այսօր մարտի 29-ն է, Կիրակի, նորից միացել ենք ուժի եթեր Telegram-յան ալիքում, ով չի հետևում ես Telegram-ում, կարող եք հետևել, միշտ իմանալ, երբ ենք մտնում ուժի եթեր։ Ինչպես գիտեք, մենք քննարկում ենք տարբեր ներկա իրադարձություններ, արտաքին թե ներքին, եւ բնականաբար ես մեր շարժման ընդհանուր դիրքորոշումն եմ ասում այդ առանցքային հարցերի շուրջ, որովհետև պետք է մենք այդ ազգայնական դիրքորոշումը ասենք, պետք է բոլորը իմանան, թե հայ ազգայնական դիրքորոշումը որն է ընդհանուր առմամբ այս բոլոր կարևոր հարցերում։ Դրա համար հերթով կարող են գնալ, այս երևի կարծեմ 2-3 շաբաթ չենք միացել ուղիղ եթեր, լիքը բաներ են պատահել, սիրում եմ առաջին հերթին, ներքին ինչ-որ խնդիրները քննարկենք, ներքին իրադարձությունները։ Տեսնում ենք, որ իհարկե երևի պարզ բանը այս գալիք ընտրություններն են, որ ես սիրում եմ ասել կրկեսային ու խայտարակ ընտրություններ։ Տեսնում ենք, որ նորից փորձում է այս նեոբոլշևիկյան համակարգը վերարտադրվել, ինչպես վերարտադրվեց 2021 թվականին ու ինչպես վերարտադրվել է այս վերջին 35 տարում։ Իրականում ոչ մի բան չի փոխվել։ Լիքը բաներ ունեմ ասելու առհասարակ այս ընտրությունների վերաբերյալ ու այս համակարգի վերաբերյալ, թե ինչպես է կարողանում այս համակարգը անընդհատ մարդկանց խաբել, հետաքրքիր է։ Սրա մասին իհարկե գրառում արեցի։ Ինչ որ ես հիմա ասելու եմ, նորություն գուցե չլինի նրանց համար, ովքեր հետևում են գրառումներին, հետևում են մեր տեսանյութերին եւ այլն իմ տեղադրած բեկորներին, բայց բնականաբար պետք է նաեւ այս ձևաչափով կրկնեմ, որովհետեւ դա շատ կարեւոր է։ Եթե չկրկնենք այս ամեն ինչը, լավ չի արմատավորվի մեր հայրենակիցների մտքում, լավ չեն հասկանա իրականում ինչ է կատարվում։ Առաջին անգամ կարող է լսեն, բանի տեղ չդնեն, երկրորդ անգամ մտածեն, երրորդ անգամ արդեն խորապես ընդունեն եւ հասկանան։ Մի խոսքով տեսնում ենք, որ այս խեղկատակ իշխանությունը, գերագույն խրտվիլակը, ինչ ամոթ քարոզարշավ է տանում, խայտարակ, ազգադավ նաեւ, որովհետեւ հարցում է մարդկանց համոզել, որ այսօրվա Հայաստանը, որը մոտավորապես 30,000 քառակուսի կիլոմետր տարածք է, նա ուզում է համոզել, որ սա է վերջնական իրական Հայաստան։ Այնինչ այսօրվա Հայաստանը ամենափոքրն է եղել իր ողջ պատմության ընթացքում ու հատուկ գծվել է հենց ռուս-թուրքական բոլշևիկյան քեմալական պայմանագրի կողմից 1920 թվականի, 1921 թվականի Մոսկվայի հետ Կարսի պայմանագրերում։ Ու հեգնական է, նաև զավեշտալի, որ այս նույն իշխանությունը, որը իրեն դրսևորում է որպես հակառուս, որ իբր պայքարում է ռուսական քաղաքականության դեմ եւ այլն, հենց ցույց է տալիս հենց այս քարտեզը, որը գծվել է ռուսների ու թուրքերի կողմից։ Ու իհարկե, ինչպես գիտենք, եթե բոլշևիկները չօգնեին քեմալիստներին, այդ քարտեզը երբեք այդպես չէր գծվի ու հատուկ է այդպես գծվել, որովհետև այսպիսի տարածք ունեցող պետությունը շատ դժվարությամբ կկարողանա իր ինքնիշխանությունը եւ անկախությունը պահպանել։ Դա հատուկ է արված, որպեսզի մեզ միշտ կախված պահեն օտարուժերից։ Ու դա այս քարտեզը ցույց տալով նաև զուգահեռաբար ասում է, ինչպես նաև իր աջ ձեռքը Ալեն Սիմոնօղլուն ասում է, որ Ղարաբաղը Ադրբեջանին է։ Նա ասուլիսի ժամանակ հապճեպ զրույցում ասաց, չէ, որ Ղարաբաղը Ադրբեջանին է եւ այսինքն նույն մարդը, որ ընդամենը երբ էր 7 տարի առաջ ասում էր Աղդամը իմ հայրենիքն է, հիմա ասում է ամբողջ Ղարաբաղը, չեմ սիրում Ղարաբաղ ասել, Արցախը բնականաբար ճիշտ է, բայց իրենց լեզվով եմ ասում, քանի որ նրանք թուրք են, Ղարաբաղը Ադրբեջանին է։ Այսինքն դա ասելով դա հենց դրանից ավելի երևի պրո-ռուսական ու պրո-թուրքական բան չես կարող ասել։ Որովհետև նորից ասենք այդ Արցախի ազատագրումը, Արցախյան շարժումը ուղիղ կապված է մեր անկախության պայքարի հետ ու առաջին պատերազմը, Արցախյան ազատագրական պատերազմը միայն Արցախը ազատագրելու համար պատերազմ չէր,
Դա նաև իհարկե մեր անկախության համար պատերազմ է, դա ապահովեց մեր անկախությունը։ Ու անկախության պայքարը սկսեց հենց Արցախի հարցը բարձրացնելուց։ Ուրեմն այս խեղկատակները հենում են ազգային ժողովում, ասում են, որ մենք սխալվել ենք, որ ընդհանուր առմամբ Արցախյան հարց ենք բարձրացրել։ Այս նույն մարդիկ, ովքեր խոսում են, որ մենք անկախությունը երաշխավորում ենք, մենք մեր ինքնիշխանությունը ամրապնդում ենք եւ այլն, այս նույն մարդիկ ասում են, որ մենք սխալվել ենք Արցախյան հարցը բարձրացնելով։ Բայց փաստենա, որ հենց Արցախյան Ղարաբաղյան հարցը մենք բարձրացնելով եկանք այն եզրահանգմանը, որ չեն կարող մենք Արցախը միացնել Հայաստանին, եթե մենք անկախության համար պայքար չմղենք, որովհետև սկզբում որ մարդիկ դուրս էին եկել ցույցերի, դուրս էին եկել պրոռուսական, պրոսովետական լոզունգներով, որ պետք է թող ուղղակի Ղարաբաղը միացվի սովետական Հայաստանին, բայց մենք ռուսների դեմ, սովետի դեմ խնդիր չունենք։ Մենք ընդհանուր ուզում ենք Ղարաբաղը նորից Հայաստանին միանա, բայց հետո հասկացան, որ չէ, Ռուսաստանը դեմ է հայ ազգայնականությանը, նրա վարած քաղաքականությունը միշտ դեմ է եղել հայ ազգայնական, հայ անկախական պայքարը։ Նրանք միշտ դեմ են եղել, որ հայ ազգը իսկապես կերտի իրական անկախ ազգային պետություն, դա միշտ էլ եղել է։ Ու դրա համար ասում եմ շատ հեգնական է, որ այս նույն մարդիկ, ովքեր անընդհատ խոսում են հակառուսականությունից, անկախությունը ամրապնդելուց, խափում են, մարդկանց մոլորեցնում են, որ այդ դրա մասին ես էլի բազմիցս շեշտել են, որ հատուկ են դա անում, հատուկ է Կրեմլը ուզում, որ սրանք ներկանան որպես հակառուսներ, արմետամետներ, որպեսզի հետո գա մեզ փրկի, Ռուսաստանը գա մեզ փրկի, ինչպես փրկեց արցախցիներին։ Դա էլ եմ անընդհատ ասել։ Այս մի հատ կներեք, մյուտ խաղավ։ Այս հետո կմիացնեմ, ովքեր հարցեր ունի, ուզում եմ ես մտքերս ավարտեմ, հետո նոր հարցերին կպատասխանեմ։ Չեմ ուզում շատ երկար տևի մեր զրույցը, ընդամենը մի ժամից ավել չեմ ուզում տևի։ Բայց ինչպես տեսնում ենք, իհարկե միայն իշխանությունը չէ, կեղծ ընդդիմությունն էլ, այս նեոբոլշևիկյան ընդդիմությունն էլ, բոլորը նեոբոլշևիկ են իհարկե, ոչ մի տարբերություն չեմ դնում։ Նույն նեոբոլշևիկյան կոպեկի կամ դրամի ոնց որ երկու տարբեր կողմեր են։ Տեսանք չէ, երբ էր երկու շաբաթ առաջ հենց Վիտալի Բալասանյանը ասում է, որ մենք պետք է մտնենք նոր նյութոնական միության մեջ, ինչպես սովետի ժամանակ է։ Այս մարդը Արցախին դավաճանեց, հիմա գալիս է նույն դավաճանությունը Հայաստանի Հանրապետության պա, ասենք գործում։ Իրար ուղղակի տարբերությունը այն է, որ այս կեղծ ընդդիմությունը ավելի ասենք բացահայտ ասի, թե Վիտալի Բալասանյանը լինի, թե Վարդան Ղուկասյանը լինի Գյումրիում եւ այլն, չեմ սիրում սրանց անունները առհասարակ տալ, բայց որպես ավելի լավ մարդիկ հասկանան թե ում մասին է խոսքը, պետք է բարբերաբար սրանց անունները տամ։ Ուղղակի իրանք ավելի բացահայտ են, իսկ այսօր իշխանությունը sense թաքուն ռուսամետ է, թաքուն սովետամետ է։ Այդքանը թաքունը չի, եթե մարդ ով իսկապես հասկանա մի քիչ պատմությունը, կհասկանա, որ այդ քարտեզը ցույց տալով ասելով, որ էսա վերջնական Հայաստանը հանկարծ ուրիշ քարտեզ ձեր մտքում չպատկերացնեք, հանկարծ Արարատը հանեք ձեր ուղեղից, պատկերացնում եք, ասենք մեր հազարավոր տարիներ, որ մեր նախնիները ապրել են հողի վրա, պայքարել են, արուն են թափել այդ հողի համար։ Էսի եկել է ուզում է, ասի մի սերունդում այդ մեզ ջնջի մեր մտքից, մեր հիշողությունից, մեր ազգի հիշողությունից։ Պատկերացնում եք ինչ դավաճանություն է դա։ Իզուր չենք ասում գերագույն դավաճան։ Այս հանցագործություն է դա ուղղակի։ Ու հատկապես ասեք абսուրդ է էլի, որ այդ թանգարանի տնօրենին աշխատանքից ազատեցին, ինչ է թե Արցախի մասին գիրք նվիրեց J.D. Vance-ին։ Այս նույն մարդը 7 տարի առաջ ասում էր, որ Արցախը Հայաստանը եւ վերջ հիմա մարդկանց աշխատանքից հեռացնում է, ինչ է թե Արցախի մասին գիրք են նվիրում օտար երկրի պաշտոնյային։ Ուր ենք հասել։ Այսինքն մեկը ասում էր Աղդամը իմ հայրենիքն է, իմ ասում է Ղարաբաղը Ադրբեջանին է, մեկը ասում է Արցախը Հայաստանի է վերջ, հիմա ասում է հանկարծ այս քարտեզից ուրիշ քարտեզ չպատկերացեք ու մատա թափ տալիս մեր կնոջ արցախցի կնոջ վրա, հերոսի զոհված հերոսի աղջկա վրա մատա թափ տալիս ու ասում է դուք փախաստներով։ Հետաքրքիր է, իշխանությունը որ դավաճանեց մեզ, որ
իրաց պատճառով հենց ինքը ստորագրեց նոյեմբերի 9-ը ու դրանից հետևող այս օգոստոսի 8-ը ու շարունակում է նույն պարտվական քաղաքականությունը, նույն դավաճանությունը։ Նա մարդկանց ասում է արցախցիները ասում է փախած, հենց ինքն էր արցախցիներին դավաճանում, հենց ամենասկզբից, հենց պատերազմի ամենասկզբից, եթե ոչ ավելի շուտ դավաճանում, այդ ինքը ստորագրեց, հետո ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում, հետո ասեց այդտեղ արցախցիները վտանգված չեն, ու հետո հելնում ասում է դուք փախածներ եք։ Դու ոնց կարող ես դու ժողովրդից ակնկալել դիմադրություն, ոնց կարող ես ասենք նման բան ասել, եթե դու դավաճանում ես, դու հետևից հարվածում ես, հետո ասում ես գնա կռվի։ Դա անհնար է, դա абսուրդ մի բան է։ Հետո ասում է ժողովուրդը չկռվեց։ Հետո պատերազմի ժամանակ է, չէ՞, միշտ բարթում են պետությունը սիրում է, իշխանությունը սիրում ասում, դե ժողովուրդը չկռվեց, մենք մեղավոր չենք։ Այսինքն տիպիկ կոմունիստի, բոլշևիկի հոգեբանությունն է, երբեք անձնական պատասխանատվություն չկրել, մեղքը բարթել ուրիշների վրա։ Բայց ես բարև ձեզ։ Եղբայր մի վարքյան էլ ես տղեկ ջան, ես բանը մյուտից մի հանեք, էլ ես մի հատ ավարտեմ, հետո վերջում կա հարցերին կպատասխանեմ։ Հա, ես այդքանը, հա, դա է ուզում ասել ես ամեն ինչի պահով, որ իրականում նույն քաղաքականությունն են վարում, թե իշխանություն, թե ընդդիմությունը, մեկը ուղղակի տարբեր ձևով, իրականում նույն բանն են ասում, բայց տարբեր ձևերով, եթե ուշադրություն դարձրեք, իրանց ասածները նույնն է։ Հիմա օրինակ այս խաղաղության պահը, հա, մեկը ասում է խաղաղությունն է, կարգախոսն է դարձել, մի թուղթ է ստորագրել, մի ժամանակավոր զինադադար կա, ուզում է դա որքան հնարավոր է դրանից օգտվի ու կարողանա ինչ որ ընտրություններին հաղթի, որ հետո մեր սահմանադրությունը ոչնչացնի, անկախության հռչակագիրը Վարիքսենկոն մի խոսքով։ Բայց այս կեղծ ընդդիմությունն ասում է արժանապատիվ խաղաղություն։ Հետո ասում է դա երաշխավորված խաղաղություն, այսինքն ինչ է նշանակում։ Բարձ թող ասելի, բարձ նկատի ունի, որ Ռուսաստանի կողմից երաշխավորված խաղաղություն։ Մենք լավ է տեսանք, թե Ռուսաստանի կողմից երաշխավորված խաղաղությունը որն է։ Արցախը դա շատ լավ է տեսավ, որ դա աղետ է բերում, դա ոչ մի խաղաղություն չի բերում։ Իսկ այս Գերագույն խրտվիլակն էլ ասում է, որ ընդհանուր ասում է խաղաղություն։ Բայց իհարկե իրանք էլ հիմա ուզում են ներկայացնել, նորից ասեմ, ես ուզում եմ ներկայանալ որպես sense իբր Ամերիկայինա գտնում որպես հովանավոր։ Ամերիկային կարողացել է դարձնել մեր անվտանգության երաշխավորը, չէ՞, այս պետության այդ իրանց ոնց որ խաղակարտը, որ օգոստոսի 8-ին ստորագրել են մի թուղթ, ու դրանից 99 տարի երաշխիք անվտանգության երաշխիք абսուրդ մի բան, էլի Ամերիկան կարող է 9 տարի էլ չշարունակվի, որ մնաց 99 տարի։ Ու ասենք տեսանք թե Ռուսաստանի երաշխիքը ինչ է նշանակում, չէ՞, մենք իրանց դաշնակից ենք։ Երբ էր 15 թվին է, չէ՞, ինչ որ 50 տարվա բան է, դաշինք էին ստորագրել կամ ինչ որ տես մի բան։ Բայց մենք տեսանք դրանից հետո ինչ եղավ, թամին 5 տարի հետո ռուս-թուրքական դաշինքը ինչ արեց մեր գլխին։ Այս ամեն ինչը լրիվ իր խելագարություն է։ Երկուսն էլ նույն բանն են անում։ Երկուսն էլ իհարկե նորից ասեմ, այս որ իբր թե արևմուտքին է դեպի գնում, Ամերիկային է գնում, այսի Ռուսաստանի ուզածն է, որ ինքը այդ պատրանքը ստեղծի, որ Հայաստանի կառավարությունը արևմտամետ է, հակառուսա, հետո մեզ պետք է գա փրկի, ինչպես Արցախը փրկեց, անընդհատ պետք է կրկնեմ, որովհետև ոչ միտեղ սա հստակ չի ասում, չեմ լսել, էլի հստակ հետևողականորեն այս օրակարգը նշվի, բայց շատ կարևոր է։ Այդ ամեն դեպքում նրանք նույնիսկ եթե իրապես տեսնեն, եթե իսկապես արևմտամետ լինեին ու այնց դա քարոզեն, որ արևմուտքը մեր անվտանգությունը երաշխավորի, մենք հիմա կարող ենք հանգիստ խաղաղ ապրել։ Նույնիսկ եթե դա ճիշտ լիներ, օրինակ եմ ասում, եթե իրոք արևմտամետ լինեն, հակառուս լինեն, նոմա բան ասեն, էլի դեմ եմ դրան, որովհետև դու, ասենք, դու քո ամբողջ հույսը կապում ես օտարի հետ, ու դա եղել է մեր պատմության թիվ 1 սխալը, մեր անկման թիվ 1 պատճառը։
մեր ձախողումների, մեր ընդհանուր կորուստների թիվ 1 պատճառը հենց դա է եղել։ Ու սրանք թե միտումնավոր, թե առանց իմանալու այդ ամենը շարունակում են։ Այն ազգը մենք, որ կարողացանք թշնամուն ջախջախել 32 տարի առաջ, մեր կամքը թելադրել, ասենք պատմությունը փոխել, կարելի է ասել, որ կարողացանք հող ազատագրել, նման բան չէր եղել 100-ամյակներ, չէ։ Ընդամենը քանի տարում չեն։ Նորից այդ ստրկամիտ, պարտուական այդ հայացքներով մեզ տանում են հիմա նոր ցեղասպանության։ Ու իրականում այս ամենը դեպի դա է գնում։ Ով ինչ ուզում է թող ասի։ Հիմա այս կեղծ ընտրությունները եկել են, ուզում են նորից մարդկանց խաբեն, որ չէ, այս համակարգը այդքան վատ չի, էլի, դե այս մարդը կա, այն մարդը կա, ուղղակի հետաքրքիր է, նույն մարդիկ, ովքեր տարիներ շարունակ անընդհատ ասել են, որ ոչ մեկին չեն սիրում, ոչ մեկին չեն վստահում, հենց ընտրությունները մոտենում են, սկսում են նույն բանը, ասում են, չէ, էսի այդքան վատը չի, էսի լավն է, ու իմ նման մարդիկ, ովքեր հելնում են ամբողջ համակարգի դեմ են խոսում, ասում են, որ բոլորը դավաճան են, բոլորը նույն համակարգի պտուղներն են, մենք ենք վատատեսը, մենք ենք ինչ որ չգիտեմ, ինչ ասեմ, բարակտողը եւ այլն։ Բայց ոնց որ գիտի էլի այս համակարգը իհարկե սա բոլոր ժողովրդավարական բռնապետություններում ասա, միայն Հայաստանի չի վերաբերում։ Ուղղակի այդ պահը որ գալիս է, մարդիկ չեն սիրում զգալ, որ անզոր են, չեն ուզում հավատալ, որ ոչ մի բան չեն կարող փոխել։ Մարդիկ սիրում են իմանալ, որ կարող են մի բան անել, չէ՞, ինչ որ դա շատ հեշտ sense իրենց մտքում լուծում է, ընտրությունները մի հատ գնանք, ինչ որ մեկի անունը գրենք մի հատ բանում ու վերջ կարանք այդպես մի հատ փոփոխություն առաջացնենք։ Մնացած 5 տարին այսպես ասած ժողովրդական լեզվով կամ փողոցային ժարգոնով կայֆավատ լինենք, հետո 5 տարին այդ կար, մեկի անունը կգրենք ու մենք մեր պարտքը կկատարենք որպես քաղաքացի եւ այլն։ Ու իրանք էլ ուզում են դրանով իրենց համոզել, որ ինչ որ մի բան կարող են փոխել, հասկանում ես, բայց այս նույն համակարգից ինչ որ մեկին ընտրել ու ակնկալել, որ նա հայրենասեր, նվիրված, ազգայնական ինչ որ քաղաքական գործիչ կլինի, նույնն է, որ Գիշերային ակումբից պարոյի գնաս ընտրես, որպես ասենք, չգիտեմ, կին ու ակնկալես, որ կույս է լինելու, օրինակ եմ ասում։ Նույն բանը։ Սա պետք է ասենք, սա պետք է շեշտենք։ Որ անգամ էլ եմ ասել, սա պետք է շեշտենք, որ ինչու են սենց։ Շատերը սիրում են ասել, դե բոլորը նույնն են ու հայոյում են, բայց ինչու։ Բացատրի ինչու են։ Չես կարող ասել դե բոլորը նույնն են, այդ ոնց որ մեր ազգին ես վատաբանում, որ դե ազգն է տենց, էլի վատա, բոլորը վատն են։ Չէ, համակարգն է տենց, համակարգն է տենց դարձրել, համակարգն է նման մարդկանց առաջ բրթում, նման մարդկանց ֆինանսավորում, նման մարդկանց լուսաբանում մեդիայում, նման մարդկանց առաջ տանում, ու հազար անգամ ասել եմ, շատերը կան ամեն անգամ նույն մարդիկ, տարբեր հարթակները անընդհատ է նույն մարդկանց կանչում են հարցազրույցների։ 10 տարի արդեն Հայաստանում եմ 5 տարի քաղաքականությամբ եմ զբաղվում ու ինչ հոսանքը հիմնադրելուց հետո ընդամենը 1-2-3 անգամ են կանչել, այն էլ երբ որ սկանդալ ինչ որ եղել այդ մեր հավաքի հետ կապված կամ երբ որ չեղարկեցին մեր համաժողովը անցյալ տարի, միայն այդ ժամանակ ինչ որ զուտ ուղակի հետաքրքրվեն թե ես ով եմ, ինչու եմ, չգիտեմ, հավաքները կազմակերպում, ու նես չի որ չեն տեսնում, ասենք հավաքի այս տեսանյութերը որ տեղադրում են մեր հավաքների, հատկապես շորթերը, բեկորները որ տեղադրում են, տասնյակ հազարավոր դիտումներ են ստանում ու հազարավոր լայքեր, թե Facebook-ում, թե ասենք YouTube-ում։ Ճիշտ է, Instagram, TikTok-ը մեզ shadow ban են արել, shadow ban, այսինքն ստվերային ban են արել, այսինքն կարողանում եմ նյութեր տեղադրեմ, բայց մարդիկ չեն տեսնում։ Մի խոսքով, բայց այդ տասնյակ հազարավորների մեջ հաստատ կլինեն լրագրողներ, հաստատ 100% վստահ եմ լիքը լրագրողներ ինձ հետևում են, բայց ինչու չեն կանչում։ Ինչու չեն կանչում։ Թող կանչեն, հետաքրքիր, ասենք պատմություն ունեմ, օրինակ եմ ասում։ Իշամ երբեք չեմ սիրում գլուխ գովալ օրինակ, բայց բակի ես դա նշում եմ, որպեսզի հասկանաք, թե որքան կողմնակալ են սրանք։ Պարզ է ինչու պետք է կանչեն։ Կանչեն, որ գնամ ճիշտ ասեմ, որ այս համակարգը մինչև հիմքը փտած է ու բոլորը նույն ուժերին են ծառայում իրականում։ Բոլորը
նույն մարդիկ են ուղղակի տարբեր դիմակներով։ Իհարկե դες իրանք պետք է status quo պահեն էս համակարգը պետք է այդ պատրանքը պահի, որ կարողանա անընդհատ վերարտադրվի, որ իբր թե տարբեր մարդիկ են, չէ, բայց դա արդեն չի աշխատում, որովհետև հատկապես այս նոր սերունդը երիտասարդությունը տեսնում է այդ ամեն ինչի միջով։ Շատ ռիսկ է տեխնացուներին երևի չեն ճանաչում ու շատ լավ է, բարեբախտաբար այդպեսին է։ Սա նշանակում է, որ սպառվում է այս համակարգը, այլևս չի կարողանում ժողովրդին խաբել, մոլորեցնել։ Ու ես դրա համար ասում եմ, սրանց ուրիշ երկ չկա, հերիք է ինքնախապեյությամբ զբաղվենք, հերիքը անընդհատ չի կարելի, էլի, արդեն շատ օրասական ժամանակներում ենք, չեն կարող անընդհատ այս նույն խաբկանքին հավատանք ու աջակցենք, ասենք, այս համակարգին, այս համակարգի տարբեր խամաճիկ դավաճաններին, հերիք է, բոլ է, հերիք եղավ, բոլ եղավ։ Հա, կարող է 10 տարի առաջ երբ Արցախը մերն է, պարտություն չեն կրել, կարող է նման բան լիներ հանդուրժը, բայց արդեն չի կարելի։ Հասուն տղամարդիկ հատկապես չեն կարող այսպես միամիտ լինել, այսպես անպատասխանատու լինել։ Պետք է գանք այն եզրահանգմանը, որ իրոք ազգային հեղափոխությունը մեր միակ լուծումն է։ Սա է պարզ իրական ճշմարտությունը։ Սա պետք է հստակ իմանանք, սա է լուծումը, թե ոնց դրան հասնենք, դա է արդեն երկրորդ հարցն է։ Բայց պետք է նախ դու հասկանաս, որ դա է։ Ես էլ հենց հոսակը հիմնադրեցի պատերազմից վերադառնալուց 1 տարի հետո։ Ես դեռ այդ պատրանքի մեջ էի, որ կարողա այս ընդդիմությունը բան չարյաց փոքրագույն, ինչեւ հետո տեսա 21 թվականի կեղծ ընտրությունները, կրկեսային այդ ընտրությունները, երբ որ տեսա, որ այս կեղծ ընդդիմությունը եկավ դրա թիկունքը պահեց ու նորից ոնց որ իրանց տեղերը զբաղեցրին ու սկսեցին ընդդիմություն խաղալ, ես տեսա, որ արդեն բոլորն են դավաճան։ Այդտեղից ես հասկացա, այդ պահին արդեն չէ, վերջ, 5 տարի արդեն Հայաստանում եմ, հերիք այդ 5 տարին ես հասկանամ, թե ինչ է կատարվում, ով ինչա, վերջ։ Ես չեմ սիրում ինքնախապեյությամբ զբաղվել, հասկացա ազգային հեղափոխություն։ Հիմա գիտեմ մարդիկ չեն սիրում հեղափոխություն բառը, ինչը թե սրիկան եկավ, այդ բառը փչացրին։ Դա էլ է հիասթափեցնելու ձև, չէ, որ մարդկանց ասենք հերո պայես այդ բառից։ Մարդիկ հեղափոխություն լսում են, ասոցացնում են այս գեղափոխության հետ, հեղափոխություն չէ, դա գեղափոխություն էր, էլի։ Գեղցիա փոխություն էր։ Դա տեղափոխություն էր, դա հեղափոխություն չէր։ Դա մի դավաճանին հանեցին, ուրիշ դավաճան դրեցին, որը ավելի համապատասխանի Կրեմլի օրակարգին։ Ու դա ասել եմ, թե ինչն է նպատակը։ Պետք է Կրեմլը արևմտամետ մի կերպար դներ իշխանության, որ հետո Արցախը դավաճաներ, հետո բարթեր սորոսական արևմտամետների վրա։ Դա էր ամբողջ նպատակը։ Մի խոսքով, բայց վերջ այն ժամանակ ես հասկացա, որ հոսանքը հիմնադրեցի հենց այդ նպատակով։ Վաղ թե ուշ, երբ որ այդ ազգային հեղափոխության ժամանակը գա, հոսանքը լինի, մեր շարժումը լինի այդ առաջնորդող ուժը, որ կարողանա մեր հայրենակիցներին այդ ճիշտ ճանապարհը ցույց տա։ Ու ճիշտ գաղափարները քարոզի, ճշմարտությունը քարոզի, ճշմարտության վրա հիմնված շարժում էր պետք, ես հասկացա, որ չկար ու որոշեցի ես այդ պատասխանատվությունը իմ ուսերին կրեմ։ Մի խոսքով, հերիք է խաբվենք, հերիք է այս կեղծ շարժումներին հավատանք, հատ էս ուղղակի նորից հիշեցի այդ այսպես կոչված ուժեղ Հայաստանն էլ մի հատ իզրայելցի գեներալ է գտել իր շարքերում ավելացրել, որը անհեթեթություն է, ասենք բարձր որ Իսրայելը Ադրբեջանի դաշնակիցն է, դու այդ ճշտամու բարեկամի գեներալին վերցնում ես քո շարքերի ներգրավում ես, դա կարող է հավանաբար այդ գեներալն էլ KGB-ի գործակալ է եղել, կամ մինչև հիմա էլ է KGB-ի գործակալ, որովհետև սովետի ժամանակ երբ սովետը փլուզվեց, լիքը KGB-ի գործականներ դարձան Մոսադի գործականներ, հետո գեներալներ եւ այլն։ Ամեն դեպքում կապ չունի։ Ինչա, եվրոպացի չկա, եվրոպացի մասնագետ չկա։ Հույն չկա, Լեհաստանից չեն կարող մի հատ գեներալ գտնեին։ Օրինակ եմ ասում։ Այդքան փող ունեն, միլիարդներ ունի, թող մի հատ Լեհաստանից գտնեն, թող Հունաստանից գտնեն, թող մի հատ իսկապես դաշնակից ազգից մի հատ գեներալ գտներ ու հրավիրեր եւ այլն եւ այլն։ Թող մնացածը արդեն իրանք որոշեն, բայց ինչու Իսրայելից։ Ու մարդիկան դա ողջունում է, այսպես կոչված այդ ազգային ուժերը, հիմա անուններ չտամ, հետո ողջունում են, ասում են, ինչ կա որ։ Այսինքն ինչ կա։ Պարզ Իսրայելը հակահայկական քաղաքականություն ա վարում։ Չէ, Ադրբեջանին զինելով, քաղաքական հարցերում աջակցելով,
Աթաթուրքի կիսանդրին տեղադրելով իր երկրում հայոց ցեղասպանությունը ժխտելով եւ այլն այսինքն դու ոնց կարող ես այդ երկրի ներկայացուցիչին բերես դարձնես քո գեներալը ու քո կուսակցության անդամ սա եւս մի ասենք խելագարություն դրա համար եմ ես ասում սիրում երևի չէ հաստատ ես եմ միակ որը բարձ ասում է ռուս-թուրք սիոնիստական դաշինքը ընդդեմ Հայաստանի հիմա ես չեմ ասում իրանք sense եղբայրներ են ռուսները թուրքերը սիոնիստները չէ բայց հայկական հարցում այդ երեք ուժերը իրար հետ շատ լավ են համագործակցում այդ երանգյունը ռուս-թուրք սիոնիստական դաշինքը հենց 20 թվականի պատերազմը հենց դա է 44 օրյա դավադիր պատերազմի հենց ժամանակ գործում էր այդ ռուս-թուրք սիոնիստական դաշինքը Հայաստանի անկախության դեմ Ես մի երկու բան էլ ասեմ, ներքին քանի ինչ որ եղել է, էլի վերջին 2-3 շաբաթում, ասեմ հետո հարցերը կպատասխանենք, հետո կարող ենք անցնել արդեն այդ արտաքին բաներին։ Հա, ծիծաղալի էր, չէ, չգիտեմ ինչ ասեմ, ծիծաղալի է, թե լացելու բանա, բայց ասում է թակարդ է։ Լրագողին ասած էր, արդեն մի շաբաթ առաջ։ Ասում է Ղարաբաղյան շարժումը թակարդ է եղել մեզ համար ու ես ուժ եմ ունեցել հայ ազգին այդ թակարդից դուրս հանելու։ Ասեն, էլի նույն մարդը, ովքեր Արցախ Հայաստանի վերջ ասել է 7 տարի առաջ, իմ ասում է թակարդ էր։ Այսինքն այնինչ Արցախը միշտ եղել է դարբաս։ Դարբաս ինչպես Աշոտ Բեկորն է ասել է Արցախը առաջին էջն է։ Առաջին ոնց որ այս նոր մեր հաղթական պատմության ոնց որ առաջին էջն է, հաջորդը ճիշտ խոսքերը ճիշտ սպայն մոռացա, բայց մոտավորապես էդ էր։ Հաջորդը լինելու Արևմտյան Հայաստան, այսինքն ճանապարհ Արցախը ճանապարհ էր բացում դեպի մեծ հայ կերտելու։ Ես եկել ասում եմ թակարդ, փոխանակասի դարբաս է եկել ասում եմ թակարդ է։ Ու նորից ասեմ, որևէ կասկած չունենաք, որ այս նույն մարդիկ, ովքեր Արցախ sense այսպես ուրացան, նույն կերպ դավաճանելու են Հայաստանի Հանրապետությանը միանշանակ կարող եք որևէ կասկած չունենալ։ Ով որ դրան կասկածում է, չգիտեմ ինչ ասեմ։ Չի հասկանում թե այս ամեն ինչը ինչպես է աշխատում։ Սա է սրանց դավաճան քաղաքականության բնական շարունակությունը։ Եթե Արցախի հանդեպ այսպես վարվեցին, եթե ասում են Արցախ Հայաստանը եւ վերջ Աղդամի իմ հայրենիքն է ու հելեն հիմա դուրս են եկել 180 աստիճան, բան են ասում ընդամենը մի 5 տարի հետո կարող եք որևէ կասկած չունենալ, որ նույն մարդիկ հենելու են ասեն, դուրս են գալու ասեն, դե գիտեք ինչ, հա, Երևան չի Երևանա, Արմենիա չի Էրմենիստանա ու Արևմտյան Ադրբեջանի մասն է։ Պետք է որ մենք խաղաղ ապրենք։ Հանուն խաղաղության մենք պետք է Հայաստանի Հանրապետության անկախությունը զիջենք։ Ու հիմա այս Սահմանադրության փոփոխությունը անկախության հռչակագրի վերացումը հենց դրա քայլն է։ Ուզում են ադրբեջանցիները մեր թշնամիները ուզում են որ մենք մեր ձեռքով ոնց է հրաժարվենք դրանից որ հետո իրանք արդեն հանգիստ կարող ավելի հանգիստ կարողանան մեր ձեռքից վերցնել ուզում են մենք ոնց որ կամքով հրաժարվենք մեր անկախությունից որ իրանք ընդամենը ոտքով sense մտեն ինչպես Բաքվի բռնապետն է ասել սա պետք է սա լուրջ ընդունենք էլի սա մի խաբվեք որը սրանց ինչ որ կեղծ ասածներին, որ անկախության համար, ինքնիշխանության համար են պայքարում, այդ ամեն ինչը սուտ է, ոչ մի ճշմարտություն դրա մեջ չկա, այս մարդիկ իրենց վարած քաղաքականությամբ, այս բոլոր դավաճանները իշխանության մեջ, թե ընդդիմության մեջ բոլորը մեր ամբողջ պետությունը տանելու են կործանման։ Սա դառը իրականությունը։ Ինչ արեցին Արցախին, անելու են Հայաստան։ Ուղղակի մեզ մի շանս կմնա ինձ թվում է, ես հավատում եմ սրան, որ մեզ համար մի շանս բացվելու է հնարավորության պատուհան, որ հայ ազգայնականները, հայ ազգային ուժերը կարողանան իրապես ազգային պետություն կերտել, ազգային հեղափոխություն անել։ Իհարկե օրինական միջոցներով եմ ասում, սա ինչ որ հանկարծ ծխաչը ընկալվի, որ ինչ որ բռնի բան եմ ասում, ոչ, ես վստահ եմ դրա կարիքն իսկի չի լինելու, որովհետև մարդիկ տենչալու են իրական ազգային հեղափոխության դա ես վստահ եմ լինելու է հավատում եմ դրան դրա համար եմ ես ցան աշխատում մեզ մի շանս է մնացել ու այդ շանսը մենք չենք կարող բաց թողնել թե չէ
նորից ասեմ, ինչ որ եղավ Արցախին, Հայաստանին է լինելու միանշանակ։ Ես չեմ սիրում նորից ասեմ ինքնախապեյությամբ զբաղված, չեմ սիրում ինչ որ մարկանց վարդագույն ակնոցներ տամ։ Սիրում եմ պարզ, կոնկրետ ճշմարտությունը ասել։ Ու կանայք, երեխաներ կարող են անտարբեր լինեն, կարող են հավատան այս ստերին, այս գերագույն խրտվիլակի սրտիկներին նայեն, հիանան, կեղծ ժպիտներին նայեն, ուրախանան եւ այլն, նայեն, տեսնեն ուրախ ավտոբուս ապարում են, ուրեմն ամեն ինչ լավն է։ Հա, երեխաներին ու կանանց կարելի է ներել, բայց տղամարդիկ, հասուն տղամարդկանց չի կարելի ներել։ Դա абսուրդ մի բան է։ Պետք է պատասխանատվություն կրենք ու հասկանանք ինչ է կատարվում ու հասկանանք որն է լուծումը, ինչպես ասած այդ ազգային հեղափոխությունը նոր լավ նոր հասկանանք թե ինչպես հասնենք դրան։ Եվ վստահ եմ արդեն շատերը կհասկանան, որ պետք է համախմբվեն, միանան ակտիվ աջակցեն իրապես անկախ ազգայնական քաղաքական ուժի։ Սա է միակ ճանապարհը։ Ես չլսեմ, եկեք գործ անենք, մի բան անենք, դատակ խոսում եմ նրան։ Ոչ, սա է գործը։ Հետևողական երկարատև պայքար պետք է մղենք, ուրիշ ճանապարհ չկա։ Հա, ուրիշ ինչ որ հարցեր կան այս ներքին բաներով միջև անցնեմ մեր արտաքին հարցերի։ Չէ մեկը կար ձեռքը բարձրացնում էր, թե ինձ տված։ Հա։ Այ ախպեր, նոր կարող ես հարցնել։ Ալո։ Լավ, չեմ անում, կապը լավ չի։ Լավ, անջատեցի։ Հա։ Սա մի բան լավ է հիշեցի, այդ Չարես փոքրագույնի հետ կապված մի հատ էլի նորից չասեմ անուն, բայց գլխավոր ոնց որ հակառուսներից է Հայաստանում, այսպես կոչված արևմտամետներից է, մտավորական մարդ է, բան չունեմ ասելու, բայց այն օրը գրառում էր արել, ասում է ահա Չերչիլը ու այս մարդը աջակցում է Սամվել Կարապետյանին, ասում է Չերչիլը ու Ռոզվելտը Ստալինին աջակցեցին, որովհետև նա Չարյաս փոքրագույնն էր։ Ու ըստ նրա դա ճիշտ որոշում է։ Ու դա ասում է, որպեսզի արդարացնի, թե ինչու է աջակցում Սամվել Կարապետյանին, որովհետև Սամվել Կարապետյանը իբր Ստալինն է ճակերտների մեջ ու Նիկոլն էլ Հիտլերն է ճակերտների մեջ։ Դրա համար ասում է, դե մենք պետք է սատարենք Չարյաս փոքրագույնին։ Հա, բայց այդ նույն մարդիկ էս քանի տարի է Չարյաս փոքրագույնին աջակցել։ Էս 20 տարի է Չարյաս փոքրագույնն է աջակցում։ Չէ, դա խապկան կա։ Մարդկանց դրանով խապում են ու մարդիկ էլ մասնակցում են ընտրություններին, որպեսզի հակառակորդը չընտրվի, իրանք սրտանց ինչ որ չեն աջակցում մեկին ու որովհետև համակրում են նրան ու նրա ասած, չգիտեմ, խոսքերին հավատում են։ Ոչ, շատերը գնալու են օրինակ Քոչանին ընտրեն, որ Նիկոլը չնի, գնալու են Նիկոլին ընտրեն, որ Քոչանը չնի եւ նման այլ օրինակներ։ Ու այս 35 տարի դա է կանում, Չարես փոքրագույն եք ընտրել։ Ուրա մեզ դա տարել։ Ինչով է օգնել մեր ազգին, բացի պարակվելուց ավելի։ Ու հիմա էլ ասում է, որ չէ, դա Չարես փոքրագույնն է, մենք պետք է օրինակ Սամվել Կարապետյանը։ Ու սա ասում է արևմտամետ մարդ։ Պարզ է, որ Սամվել Կարապետյանը եւ ասենք ուժ այսպես կոչված ուժը Հայաստանը ռուսամետ մի ուժ է։ Դա մի կողմ։ Դա արդեն абսուրդ է, բայց նաև այդ պատմական օրինակը որ բերում է, դա էլ ավելի մեծ անհեթեթություն է։ Ասեմ, ոնց կարող է արևմտամետ այսպես կոչված մարդ, ու նորից ճիշտ հասկացեք ինձ, որ ես ասում եմ արևմտամետ, ես իրական արևմտամետը իրականում լավ բան է։ Նկատի ունեմ իրական արևմտյան արժեքները, արիական արժեքները։ Այսօրվա արևմուտքը པարզ է ջուրների կողմից բռնազավթած է, որ վերջին 80 տարում լրիվ բացել են արևմուտքը։ Այսօրվա արևմտյան այսպես կոչված արժեքները ոչ մի կապ չունեն հնագույն աշխարհի արևմտյան արժեքների հետ, որը առաջացել է հայկական լեռնաշխարհից, ուրեմն ուզում եմ ճիշտ հասկանաք ինձ, էլի։ Այդ առհասարակ, եթե մարդ իսկապես արևմտյան այդ իրական արևմտյան արժեքներին ասենք հավանում է, այն որովհետև ինչ որ հիմա մենք ունենք, ինչ լավ բան որ կա քաղաքական կրթության մեջ, դա հենց արևմտյան քաղաքակրթության
արդյունքն աղբյուրն է, էլի։ Դեղից առաջացել։ Մի խոսքով, այս մարդը հիմա ասում է, որ Ստալինը չարյաց փոքրագույն էր ու Չերչիլի ու Ռոզվելթի որոշումը ճիշտ էր, որ նրան միացան, նրա դաշին կազմեցին, որ Ստալին Ջուղաշվիլին ֆինանսավորեցին, զինեցին Լենլիսով, ու որի արդյունքում կարողացավ հաղթել պատերազմը, Գերմանիային հաղթել։ Այսինքն դա ճիշտ որոշում էր նրանց։ Ճիշտ որոշում էր, որ Ջուղաշվիլի Ստալին այս արևմտամետի ըստ այս արևմտամետի ճիշտ որոշում էր, որ արևմուտքը իդեմս Չերչիլի Ռոզվելթի աջակցեցին Ռուսաստանին, Ստալինին այդ ցեղասպան հանցագործին, որ այդքան հայ է սպանել, այդքան Արցախը տվել է մեր թշնամիներին եւ այլն եւ այլն։ Դա ճիշտ էր, որ այդ կայսրությունը հաղթեց այդ պատերազմում, Եվրոպայի կեսը գրավեց, իր ազդեցության գոտուն դրեց, ներգրավեց ու միջուկային գերտերություն դարձավ դրանից հետո Ռուսաստանը։ Դրանից ասի абսուրդ մի բան, էլի։ Ես ասենք չգիտեմ։ Ու սա ասել եմ այդ մարդկանց, ովքեր աջակցում են այդ մարդուն, ով էսի արտահայտել է, ասենք չեն կարողանում պատասխանել, որովհետեւ պատասխանելու բան չկա։ Սա երևի ամենամեծ հիմարություններից է, որ ես լսել եմ։ Որտե արդեն ինձ համար կարմիր քարտ է այս մարդիկ, ովքեր իրենց ներկայանում են, իրենց համարում են որպես հակառուս կամ, չգիտեմ, արևմտամետ եւ այլն Եվրոպամետ, բայց դուրս են գալիս ասում են, որ ճիշտ էր, որ Ռուսաստանին ֆինանսավորեցին ընդդեմ Գերմանիայի օրինակ։ Ոնց կարող է նման բան ասել։ Այս արդեն բարձ հասկանում եմ, որ Հայաստանում այնքան խորն է այս ռուսական ճանկերը, Կրեմլի այս ազդեցությունը այնքան տարածված է, այնքան խորն է, որ Հայաստանի այս ներկայ իրավիճակը նման է այն ռուսական այդ տիկնիկների։ Մարտրոշկա են ասում, ինչին ասում, չգիտեմ։ Հասկացա, ինչի մասին է խոսքը։ Ոնց մի շերտի մեջ։ Թվում է թե հա, էսի կողեսական բանը չէ, բարձում է դա Կրեմլի գործակալ, այն էլա Կրեմլի գործակալ ու այդպես շարունակ։ Էսա մեր իրավիճակը։ Իսկ լատվիալ մարդը նույնիսկ Ջուղաշվիլի հանդեպ էլ ինչ-որ սիմպաթիա ունի։ Որ նման բան առաջի ղեկավարը, որ նպաստեց իրաց պետության, որ հա, իհարկե 40 հենց 48-ին, հենց Իսրայելի հրճակումից 3 օր անց Ստալինը եղավ առաջին ղեկավարը, որը ճանաչեց Իսրայելը որպես պետություն։ Այդ ահաբեկչական պետությունը ճանաչեց, հա։ Ու հենց մի տարի հետո էլ նրա պատվին 70-ամյակներ Ստալին Ջուղաշվիլու, նրա պատվին երթ կազմակերպեցին Թել Ավիվում եւ այլն։ Ու հետաքրքիր է, սիրում են չէ ռուսամետները ասեն, օ Հիտլերը օրինակ ջհուդ էր եւ այլն, դա շատ են սիրում տարածել, որը հենց ռուսական քարոշչությունից է գալիս, բայց հա, բայց այնինչ այդ մարդն է, որ ճանաչել է Իսրայելի անկախությունը, այդ մարդն է, ում ասենք, հենց այդ մարդն է, էլի, որ մինչև հիմա, ասենք, իրականում շատ կոմունիստների կողմից համարվում է որպես օրինակելի կերպար։ Ու եթե նա չլիներ, հա, հաստատ եթե իրար օգտեցին, հիմա եթե նա չլիներ, չեն կարող հաղթեին պատերազմը, եթե արևմուտքը չօգներ, չեն կարող իրար մի խոսքով արևմուտքի այդ սիոնիստական ուժերը աջակցեցին Ստալինին, որ այդ պատերազմում հաղթի։ Ու նույնիսկ Հոլիվուդում ֆիլմեր էին նկարահանում։ Մեկը կա Առաքելություն Մոսկվայում, 42 թվի ֆիլմ է։ Ստալինին ներկայացնում են որպես հերոս։ Քերի Յոսեֆ Հոպեր, այդպես են ներկայացնում, էլի։ Հա, ուզում ասեմ, այս մարդիկ ովքեր այդպես իբրես հակասեմիտ են ասում են, դե Հիտլերը ջհուդ էր եւ այլն, բայց այն մարդը, որ իսկապես աջակցվել է հենց ջհուդների կողմից, այդ մարդու մասին, ասենք, դրական կարծիք ունեն։ Լավ գլխիվայ շուր են տվել մի խոսքով։ Դրա համար ենք այս խելագարության մեջ, մեր երկրում միայն սուտն է իշխել այս վերջին դե լավ, սկսենք 91 թվականից պայմանական, էլի, քանի որ այս նոր անկախությունը չնայած
ՀՀ-ն իրականում նշանակում է ոչ թե Հայաստանի Հանրապետություն, այլ հետսովետական Հայաստան։ Ցավոք սրտի 35 տարում նեոբոլշևիկյան դինաստիան է իշխել մեր երկրում ու դրա համար միայն սուտն է տիրել, միայն սուտն է իշխել, կեղծիքն է իշխել։ Ու հատկապես հիմա, երբ որ լրիվ պատրանքի մեջ է պահում այս գերագույն խրտվիլակը, այս նեոբոլշևիկյան համակարգը մեր ազգին պահում է այս պատրանքի մեջ, այս որ Արցախը տվել ենք, մարդիկ կարծում են կարող են էլի հանգիստ խաղաղ ապրել առանց հետևանքների, այդ պատրանքը էլի խաղաղություն եւ այլն, ու դրա համար են այս բոլոր դավաճանական ուժերը կարողանում հանգիստ գործել, հանգիստ աշխատել այս պատրանքի մեջ, որովհետեւ միայն կեղծիքն է կարողանում իշխել պատրանքի ժամանակ։ Բայց երբ պատրանքը պատրվում է, այդ ժամանակ արդեն ճանապարհ է բացում ճշմարտության համար։ Դրա համար մենք որպես այդ ճշմարիտ ուժը, որպես այդ ճշմարիտ քաղաքական շարժումը, մենք սա լավ հասկանում ենք ու գիտենք, որ այս պատրանքը վաղ թե ուշ պատրվելու է, թղթե տնակի պես քանդվելու այս ամբողջ համակարգը, եւ մենք պետք է պատրաստ լինենք դրան, որպեսզի այս քանդված համակարգի մոխիրների վրա մենք կառուցենք մեր իրական ազգային պետությունը, որը նժդեհը կերազել տեսնել, էլի։ Ու մենք դա ուզում ենք անենք մինչև 2033 թիվ։ Հենց նժդեհի ցեղագրոն ուխտերի 100-ամյակին։ Դրա մասին էլի կխոսենք։ Եթե դա հարցեր չկան այս ներքին մեր իրադարձությունների հետ կապված, ես կարող եմ անցնել արտաքին, հետո ընդհանուր հարցեր պատասխանենք։ Ոնց որ չկան։ Այս ինչ որ արտաքինը դե հիմնականում դե արդեն գիտենք, պատերազմը արդեն մոտ մի ամիս է շարունակվում է։ Ուղղակի հետաքրքիր է Իրանը կարողանում է դիմադրություն ցուցաբերել, խաղաղություն չի մուրում, պայքարում է աշխարհի ամենահզոր բանակի դեմ, բայց չի խաղաղություն չի մուրում, չի հետ նահանջում, չի ուզում ինչ որ զիջումների գնա։ Ամերիկան է իրականում ուզում է համոզի Իրանին, բայց Իրանը հասկանում է, որ այստեղ Ամերիկան ավելի շատ կորցնելու բան ունի, հատկապես Թրամփ ավելի շատ կորցնելու բան ունի, քան Իրան։ Ուղղակի սա կարևոր է մենք իմանանք, որովհետև այս մեր երկրում այս իշխող դավաճանները մեզ ուզում են վախեցնեն, որ եթե մենք Ադրբեջանի ուզածները չանենք, պատերազմը լինելու։ Այսինքն սրանք վախենում են Ալևի նման մի բռնապետից, մի բռնապետ տակակից ու խաղաղություն են մուրում Ադրբեջանի նման մի ահաբեկչական պետությունից, մի արեստացին, հանցագործ մի պետությունից, ում ընդհանրապես ինչ էր 32 տարի առաջ մենք կարողացանք ջախջախենք մարտի դաշտում, այս պետությանը ոնց որ ինչ որ մի անհաղթահարելի հրեշ են դարձել, բայց միշտեր մեր հարևանը կարողանում է պայքարել աշխարհի ամենահզոր բանակի դեմ, դա ոնց հասկանանք։ Նրանց նեոբոլշևիկյան իշխանություն չկա։ Ոնց կողմից էլ Իրանի պայքարը գոյաբանական է, դրա համար իրենք կորցնելու բան էլ չունեն։ Բայց իրականում հեղինակություն կարող է կորցնել ամեն ինչ։ Եթե իհարկե, դա պարտվի։ Դա հիմա շատերը իմ ասածը լսեն դե կասեն, հա դե մենք այդ հնարավոր էլի նույն բանը կասեն, դե մենք հիմա թույլ ենք, այս չունենք, այն չունենք։ Ադախ այդ դուք բայց ինչու դարձանք տես թույլ, չէ՞ որ հաղթած ենք։ Հաղթացինք, որովհետև այս պարտուական, այս հոգեբանությունը, այս մտածելակերպը կրեցինք, հավատացինք ու հասանք այս վիճակի։ Եթե ուզում ես դու ոտքի կանգնես, առաջ գնաս, դու պետք է արդեն սկսես նորից այդպես հաղթողի մտածելակերպ ունենալ։ Ոչ մեկ չի դառնում հաղթող ստրկամիտ մտածելակերպ ունենալով։ Այդպես եթե շարունակվի դու գնալու ես ոչնչացման։ Չէ, նույն այն ադրբեջանցիները պարտված են, չէ՞, բայց իրանք հաղթողի մտածելակերպ ունեին ամեն դեպքում, այդքան տարի, 30 տարի։ Նրանք ասում են հետ ենք վերցնելու Ադրբեջանը եւ այլն, չէ՞։ Իրանք չեն ասում, «Ա դե մենք չենք կարող, դա հայերը մեզ հաղթել են, ինչ պետք է անենք»։ Այդպես բաներ չեն կարողում իրենց երկրում։ Ասում են, չէ, անոնը հետ ենք վերցնելու եւ այլն, ու արեցին, չէ՞։ Հիմա եթե մենք ինչ ա ուրեմն մենք պետք է դա մեր հողն է, իրանց հողը չի։ Հիմա մենք պետք է հաշտվենք այս իրավիճակի հետ։
Իրանք եթե չեն հաշտվել այն դեպքում դա իրանց հողը չի եղել, մենք պետք է հաշտվենք, երբ որ մեր հողն է բռնազավթված, մեր հողն է օկուպացիայի տակ։ Հասկանում եք ինչ խելագարություն։ Ու այս սրիկանները նորից ասում ես դավաճանները մեր վախենում են Ալևի նման մեկից ու այդ վախը փորձում են ներշնչել հենց սեփական ժողովրդի մեջ ու շանտաժի ենթարկել, եթե ես չլինեմ կամ եթե էս լինի, եթե էս չանենք, պատերազման, եթե սահմանադրություն չփոխենք, պատերազման լինելու, էս չանենք, եթե չգիտեմ, սխալ փրշտանք, պատերազման լինելու, ամեն ինչը տենց են ասելու, ամեն ինչով մինչև երբ են խափելու, մինչև երբ են ժողովրդին պատերազմի վախով շանտաժի ենթարկելու։ Այդ եմ ուզում հասկանամ մինչև երբ։ Դա իրանք էլ գիտեն, չէ՞, դա անվերջ չի դա։ Մի խոսքով, դա շատ կարևոր է։ Եթե կարողանում է Իրանը պայքարի Ամերիկայի դեմ դիմադրություն ցուցաբերի։ Հիմա չեմ ասում հաղթի, չեմ ասում Իրանը պետք է անպայման գնա, չգիտեմ, Վաշինգտոնը գրավի, չէ՞, պարզ է, դա չի կարողանա, բայց կարողանում է դիմադրություն ցուցաբերել, resistance անգլերեն ասած։ Հիմա մենք էլ հիմա լավ, եթե թույլ ենք, բայց ինչքան էլ այս չնայած դրանը չեմ հավատում, որ թույլ ենք, եթե մեր մեջ են դա ներշնչել, mēs վստահ եմ, որ մենք շատ ներուժ ունենք, մենք կարող ենք մեծ վտանգ այս պահին ներկայանալ Ադրբեջանի համար, ուղղակի չեն ուզում, որ մենք դրան հավատանք, բայց ենթադրենք, ասենք, ինչքան էլ թույլ լինես, դու էլի կարող ես ինչ-որ դիմադրություն ցուցաբերել։ Գրողը տանի, Համասն ասենք Իսրայելի դեմ, ասենք դիմադրություն ցուցաբերում։ Ասենք ինչի մասին է խոսքը, եթե կարողանում է Իրանը Ամերիկայի դեմ դիմադրություն ցուցաբերի չվախենա խաղաղություն չունենա, մենք ոչ միայն կարող ենք դիմադրություն ցուցաբերել Ադրբեջանին, մենք կարող ենք լրիվ ասենք այդ պետությանը պարտության մատնել, ջախջախել, այս անգամ ամբողջությամբ ծնկի բերել, այս անգամ ոչ միայն Արցախը ազատագրել, այլ բոլոր պատմական հողերը Ադրբեջանի կազմում ազատագրել միասին Հայաստանի։ Միանշանակ դա կարող է։ Ու այդ անելու համար առաջին քայլը հավատալն է դրան, որ դու կարող ես։ Ու դա ես ինչ абսուրդ, ինչ որ ֆանտաստիկ բան չեմ ասում, Ադրբեջանը, չեմ ասում Թուրքիա, օրինակ, չնայած դրա ժամանակներ կգա։ Բայց քայլ առ քայլ։ Ինչ որ ասածս գիտա ֆանտաստիկ ժանրից չի, շատ հավանական է, հատկապես եթե մենք միավորվենք միազգային պետության, միազգային առաջնորդի շուրջ, մի նպատակի շուրջ, մենք ամեն ինչ կարող ենք անենք։ Ժամանակն է եկել է, որ մենք արդեն նորից սկսենք հավատալ դրան։ Ինչքան էլ անհավատալի թվա այս պահին, ոչինչ։ Նոր սերունդը ավելի լավ է դա հասկանում։ Դրա համար մենք պետք է աշխատենք նոր սերնդի հետ, գաղափարները պետք է քարոզենք, արմատավորենք նոր սերնդի մեջ, որ իմանան, որ այսպես չի կարող շարունակվել։ Խաղաղություն մուրալով, վախենալով թշնամուց, որ պահկվես, ոնց պահկվոցի ենք խաղում, էլի, sense միտեղ sense հարմարտեղ sense պահկվենք, ու հանկարծ մեզ չտեսնեն, մենք sense մեր համար sense յոլա տանենք, այսպես կոչված, ու խորոված անենք, ուտենք, խմենք, տաշի տուշի անենք, մեր համար ապենք։ Չէ, կյանքը այդպես չի։ Կյանքը պայքար է։ Եթե չես պայքարում, դու հեռանում ես։ Եթե չես պայքարելու, դու հեռացես տեղից, թող այդ հողը նրա համար, ով պատրաստ է պայքարել։ Երկրի մոլորակը իրականում շատ փոքր է, այսքան ազգություններ կան, եթե դու պատրաստ ես պայքարել, զոհաբերել, մարտնչել, դու իրավունք չունես հողատարածք ունենաս, դու իրավունք չունես պետություն ունենալ։ Ես զարմանում եմ, որ էլ մինչև հիմա կա։ Եթե սենց են մարդիկ մտածում։ Փառք առաջի, որ էլ մենք այս ժամանակը մեզ տրվել է պատերազմից հետո։ Որ այս համեմատաբար ստաբիլ ժամանակը տվել է, որ մենք կարողանանք մի քիչ շունչ քաշել, կազմակերպել, բայց ուրա մարդիկ այդ ճիշտ ժամանակը չեն ճիշտ օգտագործում։ Բայց մենք այդ ենք, փորձում ենք ճիշտ օգտագործենք, որքան որ կարող ենք մեր հնարավորության սահմաններում։ Բայց ամեն դեպքում մի բան պետք է անենք։ Հեսա բայց տեսնենք Թրամփն էլ ինչքան այսի իհարկե մեն Թրամփը չէ, բոլոր նախագահները սենց են արել։ Խոստում են տվել, որ պատերազմի մեջ չեն խառնվելու, Ամերիկային չեն ներքաշելու պատերազմի մեջ։ Նա հենց նախագահ դառնալուց առաջ ասաց մենք դադարեցնելու ենք բոլոր անվերջ պատերազմները, forever wars։ Բայց այս ընտրվելուց մի տարի հետո մտավ այս նոր անվերջ պատերազմի մեջ, որը շատ հավանական է կարող ամիսներ, եթե ոչ տարիներ շարունակվի, որը անդառնալի հետևանքներ կունենա նաև  աշխարհի տնտեսության վրա։ Ու հետո
մենք պատական չենք ասում, որ միջազգային տնտեսական կոլապս է գալու, դա կարող է համընկնի հենց մեր ասած ժամկետի հետ։ Դա կերևա հիմա։ Մի խոսքով, այս է նորություն չէ։ Ինչպես գիտենք, Woodrow Wilson-ը 16 թվականին Ամերիկայի ընտրությունների ժամանակ ամերիկացիներին խոստացավ, որ չի մտնելու առաջին համաշխարհային պատերազմի մեջ, բայց վերընտրվելուց հետո մի տարի անց մտավ այդ պատերազմի մեջ, որովհետև եթե չեմ սխալվում, մի հատ ամերիկյան նավ էր կործանվել Ատլանտյան օվկիանոսում, գերմանացիները խփել են դիտմամբ էր մի հատ նավ մոտեցել գերմանական այդ նավերին, որպեսզի հատուկ ոնց որ Ամերիկայի նավին այդ խփեն Լուստինանիա, եթե չեմ սխալվում, այդպես մի նավի անուն էր էլի։ Դա պատճառ եղավ, որ Ամերիկան մտնի առաջին համաշխարհային պատերազմի մեջ, որպեսզի զորք մտցնի Եվրոպայում եւ այլն։ Հետո ինչ եղավ ընդամենը եթե չնա 25 տարի հետո Ռուզվելտը 40 թվականին ընտրությունների ժամանակ ասաց, որ Ամերիկան չի մտնի երկրորդ աշխարհամարտի մեջ, բայց նորից վերընտրվելուց 1 տարի հետո մտավ պատերազմի մեջ, որովհետեւ ասեք դե հիմա Ճապոնիան պատերազմը սկսեց էլի Ամերիկայի դեմ Pearl Harbor-ի վրա հարձակվեց, բայց այդտեղ էլ մի ուրիշ դավադրություն կա, որ Ռոզվելտը իրականում գիտեր ճապոնացիները չանցած սանկցիաներ գիրում Ճապոնիայի վրա, Ճապոնիան էլ ուզած չուզած արդեն հարձակվավ։ Իսկ դա արձակավ, այլ նախ հարձակ եղավ Ամերիկայի վրա։ Իհարկե, դա բացի դրանից համել Ռոզվելտը գիտեր ինձ թվում, այդտեղ դրա մասին կարդացել եմ, որ տեղեկություն ուներ, որ Pearl Harbor-ի վրա հարձակում լինելու է, ոչ միայն չասած, որ մարդիկ էվակուացիա անեն դուրս գան այդտեղի հակառակը, նավեր ավելի շատ նավերա տարել, որ ավելի շատ վնասել։ Զոհերը շատ դինի հետ էլ արդարացնի իրենց, որ այդ նաև պատումը ռումբել էլի օգտագործեն Ճապոնիայի վրա, կամ մի ուրիշ ռազմական հանրություն օգտագործեն։ Այո։ Դա է դա։ Ուզում ասեմ նույն բանը, նույն ավանդույթը, որ այդպես խոստում են տալիս է շամես հակառակն դերիվանում, երբ որ ընտրվում են, սա բոլոր այս խամաճիկների ոնց որ վարկագիծն է։ Ու դա կապ չունի դեմոկրատ, հանրապետական, Wilson-ը, Franklin Roosevelt-ը դեմոկրատներ էին, Trump-ը այսպես կոչված հանրապետականն է, բայց այս կոնտեքստում, այս հարցերում դա ոչ մի նշանակություն չունի, որովհետև երկու կողմն էլ ծառայում են այդ աշխարհակարգին, համաշխարհային սիոնիստական աշխարհակարգին։ Դա է մի ուրիշ դառը իրականություն։ Դրա համար էլ Ամերիկան ոչ մի բան չի փոխվել, ոչ մի վարած քաղաքականություն չի փոխվել։ Այս վերջին ինչ ասեմ, 150 տարում երևի ինչ ասենք սիոնիստները, ինչ ջուրները բռնազավթեցին Ամերիկայի մամուլը, ֆինանսական համակարգը։ Ինչպես գիտեք, եթե այդ երկուսը կարողանում են բռնազավթել, կարողանում են քաղաքական դաշտը իրենց գրպանում պահել։ Ինչպես Հայաստանում։ Հետո եթե սիոնիստները կարողացել են Ամերիկայի նման պետությունը գրավել ներսից, իրենց ֆինանսով ու մեդիայով եւ այլն, ասեն, Կրեմլը ընդամենը մի քանի միլիարդ դոլարով ենել իր կայսրության մեջ գտնվող մի պետության մեջ, ասեն, կարողացել է հանգիստ գրավել ամեն ինչ Հայաստանում։ Բոլոր քաղաքական գործիչներին առնել, բոլոր լրատվականները, ամեն ինչը, բոլոր բիզնեսները, ընդամենը մի քանի միլիարդ դոլարը։ Դրա համար բոլորը այստեղ կոմունիստ են։ Այս կոմունիստ ասելով իրանց գաղափարներով, իրենց մտածելակերպով, աշխարհայացքով դրա համար է, նորից այստեղ էլ, դրա համար ոչ մի բան չի փոխ։ Որովհետև ինչպես ասացինք, այդ նույն համակարգն է։ Հա, այդ է։ Ամերիկայի հարցեր կան էս։ սիոնիստական ուժերին հանենք, Ամերիկա նորմալ սպիտակ երկիր է։ Հա, դա հիմա չես կարա, դա նայ, հիմա ինչպես ասում ենք, չէ, որ նաև Հայաստանում ամենտեղ ուղղակի սիրում եմ այս կոնտրաստը բերեմ, էլի Ամերիկա, ասենք Հայաստան, հա, լրիվ տարբեր պետություններ, բայց երկու ասենք նույն տեսակ համակարգ է իշխում, որտեղ կեղծ ընդդիմություն կա, պայքարում են մակերեսային հարցերի շուրջ, բայց առանցքային հարցերում համաձայն են։ Նույն բանը Հայաստանում, նույն բանը Ամերիկայում, օրինակ Հայաստանում ինչ առանցքային հարցերը որոնք են, որ մեր ասենք այստեղ Հայաստանի ամբողջ ասենք
մեդիան, բիզնեսը ամեն ինչը ոնց որ ամբողջ Հայաստանը ոնց որ գաղութացված է իրականում Կրեմլի կողմից մեր այս բոլոր այս քաղաքական դաշտը բռնազավթած այն ռուսական գործակալական ցանցի կողմից եւ այլն։ Այս կարևորը ասենք այդ առանցքային հարցերն են, էլի։ Կամ այս պատերազմից հետո նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, դրանից հետևող օգոստոսի 8-ի փաստաթուղթը, դրանք մերժում եք թե չէ, հիմա քաղաքական գործիչներ ոչ մի բան չեն ասում դրանց մասին։ Իսկ այս բոլոր այս մեծ ուժերը այդ երկու փաստաթուղթը հիմա մերժում եք թե չէ, ով է նման, ասի քննարկում են դա, չեմ հասկանում։ Իսկ դրա մասին խոսք չկա։ Այսինքն անկապ ինչ որ որ տեսակ խաղաղություն, արժանապատիվ խաղաղություն, թե ուժեղ խաղաղություն, թե այդ է քննարկում։ Մակերեսայից այդ անկապ բառախաղերով են զբաղված, բայց կարևոր հարցերը բաց են թողում։ Նույնը Ամերիկայում երկու գլխավոր խնդիր կա, ով ինչ ուզում է ասի։ Ինչպես նաև Եվրոպա։ Դա ռասայական խնդիրն է ու հենց սիոնիստական այդ խնդիրն է։ Եթե քաղաքական գործիչը այդ երկու խնդիրը չի մատնանշում, որ ասի մեր ամբողջ մեդիան Ամերիկայի քաղաքական գործիչի մասին է խոսքը, եթե մեր ամբողջ մեդիան ֆինանսական համակարգը մենք եթե չազատենք սիոնիստների ազդեցությունից ու եթե ասենք ռասաների սեգրեգացիա չլինի, որովհետև ասենք սպիտակները չխառնվեն սևերի այդ օրինակ եմ ասում, մենք ոչ մի բան չի կարող փոխվել այդ երկրում։ Այդ երկու գլխավոր խնդիրներն են, որ Ամերիկան այդ լավ, ասենք, եվրոպական Ամերիկան հասել է այս վիճակի։ Դեմոգրաֆիկ, ժողովրդական մեծ փոփոխություն ապրել դեպի վատը, որովհետև սիոնիստները գրավել են, նորից ասեմ մեդիան, ամբողջ այդ համակարգը ներսից ու այդ արժեքներն են քարոզել, բազմամշակութանությունը, տարբեր դեգրադացիան եւ այլն։ Այսինքն եթե հելնի ու ինչպես էլ անում են ամեն ընտրարշավին այդ ընտրության այդ ցիկլների ժամանակ դուրս են գալիս դեմոկրատները, հանրապետականների հետ բանավիճում են, դա չգիտեմ, healthcare կարող է իմիգրացիայի պավսը խոսեմ, բայց Թրամփը հիմա ասում է, դες Թրամփը պայքարում է իմիգրացիայի դեմ, բայց ինքը պայքարում է միայն օրինական իմիգրացիայի դեմ։ Մեր խոսքը ավելի շատ ռասայական բանն է։ Դա ռասայական հարցն է։ Դա կապ չունի արդեն օրինական թե անօրինական։ Մի քիչ sense կարող է, չգիտեմ, դաժան բան է լսել, բայց իրականում դա Ամերիկան ստեղծել են սպիտակ ամերիկացիները Եվրոպայից եկած։ Դա Ամերիկայի հզորության հիմքը եղել։ Ու եթե դա փոխես, եթե դու վերացնես այն ժողովուրդը, որը ստեղծել է այդ պետությունը, դու այդ պետությունն ես իրականում վերացնում։ Okay, ժամանակի հարց է մնում ընդամենը։ Ու մենք դրան ենք հասել։ Առաջ Ամերիկան 90% սպիտակ էր, հիմա հազիվ թե 50% լինի։ Ու գնալով նվազում է։ Եթե այդ խնդիրը չլուծվի, ու եթե սիոնիզմի այդ հարցը չլուծվի, ոչ մի անհնար է փրկել։ Ու դու պատկերացեք, թե այդ երկու խնդիրը լուծելը ինչ մեծ ջանք է պահանջում, դա լրիվ հեղափոխություն է պահանջում։ Դրա համար եթե տեսնեք ինչ ամերիկյան քաղաքական գործիչ է, եթե այդ հարցերը չի բարձրաձայնում, որը ոչ մեկ չի բարձրաձայնի իհարկե, որովհետև չեք էլ իմանա նման քաղաքական գործիչ գոյություն ունի թե չէ։ Նման մարդուն երբեք չեն լուսաբանի։ Ուրեմն այդ մարդը սուտ է։ Ինչ ասի, ոչ մի նշանակություն չունի իրականում։ Մակերեսային բարբաջանքը։ Մինը այստեղ, ով ինչքան հելի ասի ուժեղ խաղաղություն, չգիտեմ, չէր ասում արժանապատիվ խաղաղություն եւ այլն, հայկական խաղաղություն, չգիտեմ, ինչ։ Չգիտեմ։ Ինչ ուզում եմ ասել, բայց դա կարևոր բաները չասես։ Ինչի մասին է խոսքը։ Կարևոր հարցերը թողես ու միայն նման բաներով զբաղվես։ Դա խափեություն է կամ իրոք, ասենք մեկը կամ պետք է, չգիտեմ, ինչ ասում, թե իրապես քաղաքական գործիչ է միտումնավոր չի ասում նման բաները, ուրեմն ապուշ է, ինչ ասեմ։ Բայց կարևորը որ ժողովուրդը հասկանա այս ամեն ինչը, գոնե գիտակից հատված է ժողովուրդը ասելով իրատեսական չէ, գոնե անկախ մտածողություն ունեցող հատվածը գոնե այս ամենը պետք է հասկանան 5%, էլի, որին մենք փորձում ենք ներգրավել, մենք այդ ռեսուրսը չունենք լայն զանգվածների վրա ազդելու, ու այս ժամանակը չի դրա համար, իրատեսականը չի, դրա համար մենք աշխատում ենք 5%-ի ներգրավել մեր շարքերում։ Այդքան ուզում եի ասել, մի հատ օրինակներ կա, էլի, այդ մոռացա շեշտեմ, բայց որ
մետրոյում մատը թափա տալիս ասում է փախել եք բանը հետո ասացի որ ոնց կարա տենց մի դավաճան կառավարություն ժողովրդին մեղադրի երբ որ ինքը թիկունքից հարվածում է դա ինչ ասեմ էլի երկերեսանիություն դավաճանություն չգիտեմ ոնց պիտակավորեմ դա իրոք շատ նենգ ու կեղտոտ ոնց որ բաված կա իրականում ասենք բարձ հարցադրում ինչու արցախցիները դուրս եկան 23 թվին չպայքարեցին, ասենք միջև վերջ։ Շարդ ասում են, չէ, որ ասենք 10 տարի առաջ եթե ասեր որ տես մի բան ա լինելու Արցախում, մարդ չէր հավատա։ Բայց արիվտս եղավ։ Բայց ես նորից ասում, նշից են ժողովրդին է մեղադրում։ Ու եթե ժողովուրդը նույնիսկ պատերազմի ժամանակը կամ պատերազմից հետո ասաց որ մարդիկ հաղթում էին պատերազմից չէին կռվում, դա պետության մեղավորությունն է։ Պետությունն է մեղավոր եթե ժողովուրդը չի կռվում, որովհետև պետությունը պետք է դա կազմակերպի։ Իրականում մենակ 10%-ն է կռվում։ Ասենք նվիրված 90%-ը կարող է սուզանա կռվի, բայց եթե պետությունից դու պետք է կարողանաս կազմակերպել հիմա ոնց որ ասենք չգիտեմ Ջուղաշվիլին կարողացա բանի։ Ով է սիրով գնացել երկրորդ աշխարհամարտում կռվել։ Հազիվ թե 5% է։ Մաքսիմում 10%, 90%-ը չուզելով է գնացել։ Եթե մենք նորմալ իշխանություն ունենանք, ես վստահ եմ, ասենք 50%-ը սիրով կգնա, օրինակ եմ ասում։ Բայց եթե չի գնում, դա դու ես մեղավոր։ Հիմա նույնը էստեղ, եթե դու դավաճանում ես ու ժողովուրդը լքում չի պայքարում, իր ասածով ճակատեն մեջ փախնում գալիս, այդ ուրեմն դու ես մեղավոր։ Ինչու Գերմանիան 18 թվին հայտարարորեն պարտվեց, ստորագրություն հանձնվեց, ստորագրեց, չէ՞։ Հայտարարական պարտություն կրեց, բայց 30 տարի հետո կարողացավ մինչև վերջ 4 կայսրությունների դեմ դիմակայել։ Մինչև վերջ, մինչև Ռայխստագի, իրենց Ռայխստագի դարպասները։ Տարբերությունը ո՞րն է։ Տարբերությունները որ այդ երկրորդի դեպքում ուներ իր իսկապես ազգանվեր իշխանություն, որ մինչև վերջ իր կողքը կանգնած է, որ քաջալերում էր, ողջևորում էր, որ պայքարեք մինչև վերջ եւ այլն եւ այլն։ Դրա համար երիտասարդ զինվորները անչափահաս մինչև վերջ պայքարում են։ Լավ իմանալով որ հաղթանակը անհնար է, բայց շարունակում են պայքար մինչև վերջին փամփուշտը։ Դրա համար, որովհետև ժողովուրդը գիտեր իր առաջնորդը պետությունը իր թիկունքին կանգնած է։ Եթե Արցախում իմանային, որ Հայաստանի իշխանությունը իրանց քաջալերում է, իրանց չի դավաճանել, ասում է պայքարեք մինչև վերջ, հեսա մենք զորք ենք ուղարկելու Հայաստանից, մեր հետ ենք եւ այլն, վստահ եմ արցախցիները կկռվեն մինչև վերջ։ Սա պետք է հասկանանք, էլի, սա ասում եմ, որ մարդիկ չկարծեն էլի, որ գիտեմ արցախցին թե հայաստանցի կապ չունի այստեղ, որ հայը ասենք բախկոտա կամ փախչողա եւ այլն։ Ուղղակի պետք է ճիշտ ողջևորվի, ճիշտ կազմակերպվի ամեն ինչ։ Դա է կարևորը։ Շատ բաներ քննարկեցինք, իրականում արդեն մի ժամն էլ անցավ։ Եթե հարցեր չկան, կարող ենք ամփոփել, ավարտել ու մյուս անգամ շարունակել։ Հարցեր ոնց որ չկան։ Լավ, ամեն դեպքում շնորհակալ եմ բոլորին լսելու համար։ Պայքարը շարունակվում է, կարող եք մեզ հետևել։ Նորից ասեմ, մեր Telegram-ում կարող եք մտնել կայքեջ, այդտեղ կա ծրագիր, հավատամք, մեր գաղափարները, ամեն ինչ կա, տեսանյութեր եւ այլն։ Կարող եք անդամագրվել, կարող եք աջակից դառնալ։ Կարող եք ընդհանուր ուղղակի կապ հաստատել մեր հետ, տարածել մեր նյութերը։ Ու եթե ուզում եք ինչ-որ մի բանով օգնել, կարող եք նորից ասեմ կապ հաստատել, մենք ասենք ոնց անենք, ինչ անենք եւ այլն։ Բայց կարևորը մի բան անեք, ակտիվ մասնակցեք։ Հա, շատերը ասում են ժամանակ չկա, համաձայն եմ, ժամանակ չկա, ուրեմն ինչ որ մենք հիմա անում ենք, ուղղակի պետք է ավելի լավ անենք, ավելի արագ անենք, բայց հետևողական լինենք ու չհուսահատվենք, դա է ամենակարևորը։ Նորից ասեմ շնորհակալություն, մինչ մյուս հանդիպում, բարի գիշեր ձեզ եւ ամեն դեպքում գեցե Հայաստանը։